Ազգային ժողովում շարունակվում են քննարկվել դատախազության քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների տարեկան զեկույցները։ Հայաստանի գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը հարցրեց, թե ինչու են խաբում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ սուտ պատրանքներ ներարկում։ Այդ դուք չեք, որ այստեղ միտինգներ եք անում հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում եք, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը լքի իրենց հայրենի հողը, չպայքարի իրենց իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ կառավարության դիմացի ձեր միտինգներին։ Դրանից այն կողմել ոչ կարելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին։ Այդ մարդկանց չթողեցիք իրանց իրավունքների համար պայքարեն, բերեցիք Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ հելել եք իրանց վերադարձի մասին եք խոսում։ Թիրախ դարձնել հայ ժողովրդին, լուծել սեփական, քաղաքական եւ սեփական հարցերը, դա ձեր քաղաքական կոդն է, ասաց Արթուր Հովհաննիսյանը։ Խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման մասին, Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց, թե իրենք չեն գնացել վենդետաների եւ ունեցվածք խլելու ճանապարհով, ինչպես ժամանակին արել են նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, ներկա իշխանությունը ստեղծել է մեխանիզմ, որը չի ճանաչում անուն, ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ ու ծանոթներ։ Կենտրոնում, որ կանգնում ես Մայր Հայաստանի կողքին, տեսնում ես վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիա եւ թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մանումենտով բարձրանում ես ձախի վրա, տեսնում ես ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում ողջունեց, որ ազգային ժողովին դիմադիր թևը լիովին եւ ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության գաղափարախոսությունը։ Ըստ նրա, իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթանակ տարավ, ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ, ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը դա անում են այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելուն, առաջարկելով անատոմիական վերլուծության ենթարկել ընդդիմության քաղաքական անցյալը։ Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը եւ սկսենք այն բանից, որ պարոն Մինասյան, երբ որ դուք կառավարությունում աշխատում էիք նախարար, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնականացման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն։ Ըստ Կոնջորյանի, ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս, խաչակրաց արշավանքի անում, ցանկացած դրական օրակարգից այսահարվում է։ Հաջորդիվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում եզրափակիչ ելույթում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնականացման պահանջին, հայտնելով, որ գլխավոր դատախազությունը Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրա Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնականացել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն էլ ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը, ըստ որի 2024-ին քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում է կայացվել 127 անչափահասի վերաբերյալ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Քննված վարույթների շրջանակում ձերբակալվել է 69 անչափահաս, որոնցից 58-ը հետագայում ազատվել է։ Դատարան ներկայացվել է 11 միջնորդություն կալանքի վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը մասնակի։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց նաև 2020 թվականին այդ ժամանակ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից, ըստ որի այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ։ Նախորդ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել է։ Ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։ Ուզում եմ նշել, որ դրանով բազմաթիվ համակարգված եւ բազմաբնույթ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին եւ դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ է կատարվել։ Ներկայումս ես ուզում եմ այնպես պատասխանեմ ձեր հարցին, որպեսզի նախաքննության բնականոն ընթացքին չխոչընդոտեն, ներկայումս հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարումը պլանավորումը անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Իսկ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, որից հետո նրա խոսքով մեր երկիրը գահավիժեց, սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները։ Դրանցից հետո եղավ եւ մարտի 1, եւ քառօրյա պատերազմ, եւ 44-օրյա պատերազմ, եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձություններ, որոնք նույն բովանդակությունն ունեն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, փոխարենը գտան Արարատ Միրզոյանին։ Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որտեղ ուզենք թե չուզենք, մարտի 1-ի զեկույցները դեռ իրենց արժանի ոչ միայն գնահատականի չի ստացել, այլ դատարաններում դատաքննության փուլում չի պարզաբանվել 0038 հրամանը, նրա մեջ ներգրաված զինված ուժերը, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացնում, արտակարգ դրության ժամանակ թե ոչ, այն նախարարները, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չենք կարող գտնենք։ Ուր է Միխայել Հարությունյանը։ Գնացեք, եկեք գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պիտի պաշտպանեն, փախան։ Վիգեն Սարգսյան, Միխայել Հարությունյան, Արշակ Կարապետյան, այս ինչ աղետ է, այս ինչ փորձանք։ Քանի որ ես բոլոր գործերին ինչ որ չափով ի պաշտոնը ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ քննչական խումբը, որը որ հոկտեմբերի 27-ով զբաղվել այս գործով, պարոն Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ, այնտեղ բարձրակարգ քննիչներ են եղել, ես մի քանիսի անուն տվել եմ, որպես խորհրդատուներ կանչեք։ Նրանք այնպիսի ինֆորմացիա են տիրապետում, որ ոչ միտեղ չեք գտնելու։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։